Պատվարժան դատարան, ես ուզում եմ մի եւս անդրադառնալ, որ սա քաղաքական պատվեր է իմ նկատմամբ ոչ թե այսօրվա դրությամբ, այլ 2007 թվականից է գալիս այս ամեն ինչը, երբ որ 99 թվականին ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, ուրեմն քաղաքում ոչ մի ներդրում չկար, լույսերը մահաց էր, 50 լուսակետ կար։ Իմ օրոք կառուցվել է 17,000 բնակարան։ Երկրաշարժից հետո բոլոր քաղաքապետերը իրար հետ իմ կիսուչափ բնակարան չեն կառուցել։ Այսօրվա իշխանությունը արդեն 8 տարի է, երկու շենք չի կառուցել։ 40-ից 45,000 տնակ են հեռացրել մեր քաղաքում։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքները եւ գյուղերը իրար հետ, բացի Երևանից, անհատը մասնավորը այդքան շենք շինություն չի կառուցել, ոնց որ իմ օրոք 100-ից 120 միլիարդ դրամի շինարարություն է արվել եւ դրա համար արժանացել եմ Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահների, բոլոր վարչապետերի եւ ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ռուսաստանի կաթողիկոսի ամենամեծ պարգևների։ Այս ամեն ինչը ի նկատի ունենալով, ուրեմն 2007 թվականի մահափորձը, որ եղավ, ես ուզում եմ, որ մեղադրող կողմը ավելի շատ իրենք մի կարևոր փաստի անդրադառնան, որ հիմա բարձրաձայնում եմ հավանական է առաջի անգամ, ուրեմն Մկրտումյան դատավորը գլխավոր, որ տունը հարձակում կատարվեց, ուրեմն այդ ավտոմատը, այն ավտոմատներ, որոնք կրակել էին մեզ։ Դրանից հետո, երբ որ ասում են դուք այսքան մարդ եք սպանել, նա ասում է, թե գիտեք ինչ կա, այս ավտոմատը ինձ տվել է կարամելի արուտը։ Կարամելի արուտը խփում են ուրեմն յուվեցի կարոյին, մի ամիս հետո կարամելի արուտը մահանում է ու այդ գործը փակվում վերջանում է։ Այ մեղադրող կողմը թող մտածի, կարևոր 4 հոգի մարդ է մահացել, 4 հոգի վիրավորվել է, մինչև այսօր գործը չեն բացահայտել, օդի միջի գործերը վերևրես կարում են, չհաշված այդ, որ ասես թե իրա վրա այստեղ եւս գործեր կան, ուրեմն այն ժամանակ պատկերացրեք Միքայել Վարդանյանի, Համբարձումյան Կարլենի, բոլորը քաղաքապետեր են։ Դրանից հետո Բալասանյան Սամվելի ժամանակահատվածի գործերը բերել են իմ վրես նորից, ասում են Ղուկասյան Վարդանը սրանց պիտի պատասխան տա։